Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն հետ, շնորհակալ եմ պարոն Քոչարյան մեր հրավերն ընդունելու համար։ Վերջին օրերի ամենաակտիվ քննարկվող թեման իհարկե եկեղեցու դեմ սկսված այս արշավն է իշխանական զույգի կողմից եւ դրանց դրսևորումները, ասենք ծայրահեղ անմակարդակ, ծայրահեղ հայոյախոս, դոգ ինձ թվում է ինչ որտեղ պետք է դեռ սովորելու բան ունի անգամ Աննա Հակոբյանից։ Երբ մեդիայի տեսանկյունից ենք նայում, ինչքանով հաջողվեց իրենց առաջ դրած նպատակները այս պայդրությամբ խնդիրը լուծել։ Կարծում եմ որևէ ձև չհաջողվեց, հակառակը իրենք միավորեցին պահի տակ ինչ որ կենցաղային հոգսերով մի կողմ քաշված մարդկանց եկեղեցու շուրջ եւ հատկապես այն բառապաշարը, որ օգտագործվեց եկեղեցականների հասցեին, դա իրոք զարմանք եւ ատելություն առաջացրեց նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք այդքան էլ քաղաքականության մեջ չէին ուզում թաթախվեն եւ ժողովրդական ասած աչքաշած ապրում են իրենց համար, այսինքն սա գլոբալ առումով որևէ վարկանիշ Նիկոլ Փաշինյանը չբերեց, հակառակը ավելի ամրացրեց եկեղեցու շուրջ հավաքված մարդկանց, այսպես ասենք, աջակիցներին, հավատացյալներին եւ ավելին տեսեք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այդքան ցածր է, հա, եւ այդ զույգի ընդհանրապես վարկանիշը, որ այն ինչ որ իրանք հիմա անում են, շուռ է գալիս միշտ իրենց դեմ եւ հիմա այն մեղադրանքները, որոնք իրենք հնչեցրել են կաթողիկոս եւ սրբազանների հասցեին, դա որևէ ձևով այդ մարդկանց վրա չի անդրադառնում, հա, հոգեվոր դասի մասին է խոսքս, այլ հակառակը արդեն ուղղում են դեպի Նիկոլ Փաշինյան, որովհետեւ այն ինչի մեջ ինքը մեղադրում է, նույնպիսի հարցեր կարելի է տալ նաեւ իրեն եւ իր մոտ շրջապատեն եւ գիտեք ինչն է հետաքրքիր, եթե ինքը ընկրել է կուսակրոնության հետևից, մենք շատ լավ գիտենք, որ մի անձնավորություն կար Նիկոլ Փաշինյանի կառավարության ուժայինների մեջ, հա, որը կրկին այդպիսի հարցեր էր առաջանում։ Կուսակրոնության խախտման ծնունդ է։ Հանրության մոտ, հա, ես հիմա չգիտեմ ինչեւ որ դա իշ պատմություն եւ այլն, բայց եթե դու անասում ես, պետք է բենել ասես, այսինքն ոնց է քո մոտ այդպիսի մարդ հայտնվել։ Եթե դու եկեղեցուն ասում ես ես որպես եկեղեցու հետևորդ, հոտի ներկայացուցիչ այսօրվա ստատուսն եմ ցիտում, հարցեր ունեմ քեզ տալու, հարցեր տալուց առաջ մի հատ գնա քո ընտանեկան կարգավիճակը եկեղեցով գոնե ամրացրա, եթե դու իրոք այդ եկեղեցուց ես բանանում, այսինքն մինչև ինչ որ բան պահանջելը եւ քեզ ներկայացնել որպես հոտի ներկայացուցիչ, հա, մի հատ գոնե ձևի համար մի քայլ արա, որը երևա որ դու այդ բանին պատկանում ես այդ։ Տեսեք, եկեղեցին մեր հարկերի հաշվին չի գոյատևում, այսինքն մենք հարկ չենք տա, մենք աշխատավարձ չենք տալիս կաթողիկոսին, հոգևորականներին, հա, հոգևոր կառույց է, որը նվիրատվությունների շնորհիվ է հիմնականում պահպանում իր գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը մեր հարկերի հաշվին է աշխատավարձ տալիս, այստեղ տարբերություն կա եւ երեք մենք փողոցային այսպես հարցում էինք արել, քաղաքացիների մեծ մասը մտահոգություն մեզ հանդիպած քաղաքացիների մեծ մասը մտահոգություններ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական ծագում ունի։ Հիմա արդյոք տրամաբանության տեսանկյունից ավելի շուտ պիտի այս տեղեկությունները չստուգվեն, հերկվեն, հաստատվեն, որովհետև ըստ էության նա աշխատավարձ է ստանում մեր հարկերից, մեր գրպանից, կաթողիկոսը մեր գրպանի հետ կապ չունի։ Տեսեք, Նիկոլի հարցակումը կաթողիկոսի վրա 3 բաղադրիչ ինձ համար ունի, հա։ Առաջին բաղադրիչը դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, ոչ այնքան ստաբիլ ներվային հոգեկան իրավիճակն է։
հա, որովհետեւ չափազանց Նիկոլ կամ լավ դրության մեջ դնում Նիկոլը։ Տեսեք, եւ դա նկատվում է շատ ակնառու ձևի Ռոբերտ Քոչարյանի առաջին մեծ ասուլիսից հետո։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը վերադարձել է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իր բառապաշարով, իր շարժումներով, բայց առանց հանրային իր աջակցության։ խոսալով, բայց առանց հանրային աջակցության, այսինքն ինքը դարձել է այն փոքրիկ դեղին մամուլի ներկայացուցիչը, որը ընդհանրենք հայհոյանքով խոսում էր իր աշխատողների հետ, հա, ոչ մեկ չի կարող դա հերքել եւ որը տենց մուտիլովկեքի մեջ էր մտնել ամենօրյա ինչ-որ բաների մեջ, որը ինչ-որ գիծ էր բանանում, մեղադրում էր բոլորին, առանց նշելու որևէ մեկի անունը եւ փորձում էր հետո այդ բոլորից ինչ-որ մի բան կորզել։ Այսինքն մենք ստացանք այն Նիկոլը, որի վրայից փչվեց, հա, պետական այրի թոզը այս 7 տարվա։ Այսինքն սա սովորական այն Նիկոլ Փաշինյանը, որին, չգիտեմ, դուք ճանաչում եք թե չէ, մինչև 18 թվականը, դա այդ Նիկոլն է։ Ես երկու դրվագ հիշեցնեմ, որպեսզի հասարակությունը, որտեվ մարդիկ հիմնական մեղավոր չեն բանկոչան, որտեվ տպագիր մամուլ շատ քչերն են կարդում, քչերն են կարդում 90-ականներին, 2000-ականների սկզբին, քաղաքական ակտիվ զանգվածներ կարդում եւ դրանք երևի թե Նիկոլին լավ ճանաչում են։ Ես երկու հրապարակում հիշեցնեմ, որպեսզի մարդիկ հասկանան դուք ինչ նկատի ունեք, որ Նիկոլը վերադարձել է այդ փոքրիկ դեղին եւ զրպարտիչ Նիկոլի դերին։ Նիկոլ Փաշինյանն ուներ մի հրապարակում, այդ մարդու անունը չեմ տալու, որ կնոջը ինքը մահացած է, կնոջ չթիրախավորեմ, նաեւ գրել էր, որ այս ինչի կինը Մաքսայինով անցնելուց վարդիկի մեջ ոսկի է պահել, այսինքն տրուսիկի մեջ ժողովուրդը կինը ու անցկացրել է, հետո դատի էին տվել իր այդ դատը շահելին, հա։ Մեկ այլ դեպքով ինքը մի հայտնի քաղաքական գործչի մասին էլի անունը չեմ տալու Նիկոլի զրպարտանքը չտարածելու համար, այդ քաղաքական գործիչը հիմա կա, գրել էր, որ նա եւ իր կինը swing sexy սիրահարներ են։ Այդ մեկ չգիտենք Նիկոլից ենք սովորել ժողովրդյան, դա այն է, որ զույգերը ամուսիններով փոխանակվում են, այսինքն իրար հետ դերական։ Ես ասեմ, որ ջան, եթե մարդիկ գնան արխիվը բացեն հայկական ժամանակի։ Ինքը swing sexy թեման փակել էր, երբ որ այդ Պաշտոնյան փող էր տվել Նիկոլին, դե ախպեր ջան, յան տուրելի մեզնից։ Դա սովորական ձև է, ես նույնիսկ անունները գիտեմ մարդկանց, ով տնտեսական ուղղությամբ էր քերում, հա, մարդկանցից եւ ով քաղաքական ուղղությամբ։ Ես հիմա փաստեցի ձեր ասածը, որ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ երբ որ խոսում է ինչ որ քերակնոջ դոմփելու մասին, ինչ որ մարդկանց քերական կյանքի մասին, սա Նիկոլն է, հայկական ժամանակի խմբագիր։ Ինքը հույս ունի, ենթադրում եմ, որ կաթողիկոս ինչ որ փող մի տեղից կճարի, եկեղեցին փող կտա Նիկոլի, ինչ որ մի զիջում կորզի։ Այդ թեման փագի թող գնա, բայց եկեղեցին կարծեք թե ցույց տվեց թե խեցգետիները որտեղ են զմերով իր հայտարարում։ Տեսեք, շարունակելով ձեր միտքը, նայեք, գլոբալ ինչու է հին Նիկոլին նման։ Ինքը ասաց, որ սրբազաններից մեկի քերակինը ես իմ ինչ որ ինքը իր քերակնոջ եւ այլն բանում, բայց հակառակ էֆեկտը ստացավ, որովհետեւ հիմա քերակին այլ մարդուի նկատի ունեն, էլի արդեն հանրային դիսկուրսի մեջ էլի, այսինքն շուռ եկավ իր դեմ, հա, եւ մենք տեսանք որոշակի ակցիաներ, նաեւ սրբազան շարժման, հա, բարև քերի Նիկոլ ինչ որ այսպիսի վիճակներ, այսինքն շատ սխալ ուղղությամբ գնաց գրողը, ինքը չի հասկանում կամ հասկանալով անում, բայց ճար չունի, որ իր ռեյտինգը գահավիժել է եւ այդ հետ դառնալի կետը անցել է վաղուց, այսինքն ինքը ինչ է անի, արդեն իր դեմ է լինելու շախմատի լեզվով ասած, դա ցուկցվանգա կոչվում, այսինքն քո յուրաքանչյուր հաջորդ քայլը քո դեմ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում, այսինքն սա է պատճառը, որ ինքը դարել է, ասեմ, այդ հին Նիկոլը, շատ կարճ ասեմ, իմ սիրած պատմվածներից մեկը կա, Ծաղիկներ Էլջերնոնի համար, հա, որ մկնիկի վրա ինչ որ փորձ են անում, դեղ են սրսկում, ինքը դառնում է շատ խելացի ու մի հատ էլ տղա է լինում, որ այդ էքսպերիմենտը տենում է, որոշում է իր վրա փորձարկի այդ դեղը, ինքը սովորական հավաքարար է լինում, պայտակ դառնում է հանճար, ինչ որ ոչ լինի Նոբելյան մրցանակը արդեն ստանում, բայց դեղի ազդեցությունը թողնում է եւ ինքը դառնում է էլի անգրագետ, կիսագիրագետ, ինչ որ մարդ։ Այսինքն սա կարելի է համեմատել այս 7 տարվա սրսկածը, հա, որ ինքը պետական պաշտոնի աղել, ազդեցությունը անցել է եւ ինքը ասում, ինքը եւ Աննան եկել են շրջանից յուր, ասած եկեղեցական լեզվով։ Շախմատից օրինակ չբերենք, երկրորդը հայսատ ունի շախմատիստերին գրել։ Ես գիտեմ, որ ձեր մոտ դա մի քիչ բան է։ Երկրորդը կապված կաթողիկոսի գրողի հետ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը այն սերունդն է, որը ուսուցանել է
այնպիսի անկապ մտքեր, որոնց հիմնական հիմքը եղել է հակասովետական, հա, ինքը մի անգամ չէ գրել էր, որ Ստալինը 3 օր բերանքսի վայր ընկած էր Կրեմլի Պովլին, հետո հավաքեցին, ասին չէ որ պատերազմը գնա հաղթի Յոսիֆ բան, եւ այսպիսի բաների վրա է ինքը աճել եւ հակառուսականություն Ենթադրում եմ ինքը օրինակ Եվ հիմա պատերազմը որ սկսել է 45-ը բերանքսի վայր ընկած է եղել, դու ասել դերիվ Ստալինն էլ սենց եղած կներել։ բայց դե ինքը Ստալին չէր ու մենք պարտվեցինք էլի։ Հիմա տեսեք, թիրախը այս պարագայում Նիկոլի համար, այսպես ասենք, ալդ գրգռիչ բանը գործը ոչ թե կաթողիկոսն, այլ կաթողիկոսի եղբայրն է Եզրասը, որը Ռուսաստանի թեմի առաջնորդ է, այնտեղ մի քիչ այլ ձև է Նոր Նախճեվանի թեմի եւ Մոսկվայի։ Սա է խնդիրը Նիկոլ Փաշինյանը որպես այդ սերունդ, հա, եւ այդպիսի քաղաքական գործիչների սերունդ, իրենց համար այդ մետադիչկով գրել են, որ տվյալ երկրում ավանդական ուժեղ եկեղեցական կառույցը, հա, ինքը ռուսական ազդեցության գործակալ է եւ պետք է պայքարել դրա դեմ։ Նույն գրողները արվում են Մոլդովայում, Ուկրաինայում էլ չխոսամ, ինչ է կատարում Սերբիայում, Էստոնիայում եւ այլն, այսինքն ավանդական խոշոր կառույցները եկեղեցական, հա, հիմնականում ուղղափառողությամբ իրենք գրոյ են ենթարկում ընդորում տարբեր ձևի, պետական մակարդակով, աղանդների միջոցով եւ այլն։ Եվ սա իր պայքարն է Ռուսաստանի դեմ։ Այսօր կարծեմ մամուլում տեսա, որ նաև իրեն այդ ամեն ինչը զայրացնում է եւ ինքը մտածում է, որ Գարեգինը հրամաններ է ստանում, Գարեգին II-ը հրամաններ է ստանում Ռուսաստանից եւ բարձր միջոցով է ստանում եւ Նիկոլ Փաշինյանի ոչ այդքան երկար խելքով, եթե ինքը ազատվի Գարեգին II-ից, ապա ավտոմատ նոր կաթողիկոսը կփոխի նաև նոր Նախճեվանի Ռուսաստանի թեմի առաջնորդին Եզրասին։ Երկրորդ գործոնը իր համար դա է եւ երրորդը դա կրկին փոքրիկ դիկտատորների անցած ճանապարհն է։ Եթե մենք տեսնենք այլ երկրներում փոքրիկ դիկտատորները ինչ ճանապարհ են անցել, հա, սա հերթական էտապն է, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լինել ամեն ինչ, հա, ցանկանում է լինել կաթողիկոս, ցանկանում է լինել Հայաստանի ֆուտբոլային թիմի մարզիչ, ցանկանում է լինի Հայաստանից Եվրոտեսիլ ուղարկող շուրի նախագահ, այսինքն ուզում է ամենտեղ ինքը իր որոշիչ դեր ունենա։ Բայց ինքը մոռանում է մի բան, որ դեռևս գործող սահմանադրությամբ առնվազն ինքը կաթողիկոս չի կարող դառնալ, մեկ, երկրորդը ինքը իրավունք ունի կաթողիկոսից ինչ որ բան պահանջելու, որովհետև պետությունը եկեղեցուց անջատ է գործում եւ Նիկոլ Փաշինյանի պահանջը, որ պետությունը պետք է ունենա որոշիչ ձայն կաթողիկոսի ընտրության ժամանակ, դա ուղղակի սահմանադրական կարգի տապալումն է։ Ու խնդիրը կրկնում եմ այն է, որ տեսեք սխալ արսխալ ամեն քայլը ինչ որ սխալ բան է անում ու շատ լավ հասկանում է, որ նաև դեմը ինչ որ ընտրություններ կա, այսինքն ինչ որ մի բան է եղել, ինչ որ իր պլանների մեջ ինչ որ բան է խախտվել, հա, որը ստիպում է իրան արդեն հապշտապ այսպեսի բան սխալվեր, իմ վերլուծությամբ դա եղել է Քոչարյանի ասուլիսը, ինչի պատճառով, որովհետև եւ Նիկոլը եւ Նիկոլին աջակցող սիտուացիի որոշակի դաշնակիցները եւ անդիմության մեջ եւ իշխանության մեջ, իրենք մտածում են, ահա 3 տարի լռեց, հեսա ինչ որ 1-2 տարի էլ կանցնի, թոշակ, հանգիստ, եսի մի բան։ Բառատի ասել են, մենք ուրախացել էինք որ։ Եվ այլն, հա, եւ դուրս է գալիս ասպարեզ Ռոբերտ Քոչարյանը 3 տարվա, այսպես ասենք, հարաբերական լռությունից հետո, չնայած բոլոր շարժումներին այս կամ այն կերպ մասնակցել է, եւ ասում է, ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը այս երկրի համար, այսինքն քաղաքական հայտ է ներկայացնում եւ ներկայացնում է մի մարդ, որը այդ անհնար է պայմանավորվել, որին անհնար է վախեցնել, որին անհնար է կաշառել, որը պատրաստ է շարունակել զրկանքները հանուն գաղափարի եւ սա բոլոր պլանների, այսպես ասենք, խառնվելն էր, կողքից էլ Գաբրիել Վիլիննա պալիտանում, հա, ժողովրդական լեզվով ասած իրենց հանձնում ընդունում վիճակը, հա, եւ ինքը ստանում այնպիսի վիճակ, որ այն բոլոր հույսերը, որ Քոչարյանը ասպարեզից դուրս գա, այս մնացածների հետ ինչ որ ձևի կարելի է պայմանավորվել, վախացնել, սիրաշահել, ինչ որ փայտալ եւ այլն բանն, այս բանը չի աշխատում ու դրա համար եթե դուք տեսնեք այս ջղաձգումների, նոպաների բարձրացման, հա, այս պիկերի բաները հիմնականում դա գնում է այդ ասուլիսից հետո։ Տեսեք, ընդդիմադիր դաշտից հնչեցին այսպիսի կարծիքներ, մեղադրական այսպես տոնով եկեղեցու նկատմամբ, որ այ շիաստապված ենք, այ պետք է կաթողիկոսը կոչ անել, բթապես եղան մարդիկ հայտարարություն կաթողիկոսը 100,000-ավոր մարդիկ սպասում են կաթողիկոսի զանգին։ Կաթողիկոսը զանգեց, ոնց որ անհասանելի է,
ու ընդհանրապես Արցախից էին զանգել 23 թվականին, շատերն անհասանելի էին, հա։ Դրանից առաջ Սյունիքից էին զանգում, Ջերմուկից էին Դուք զանգում։ կհիշեք Խաթաբալադան, որ Միքայել Պողոսյանի ամնավորած կերպարը համազասպա Հրանտին ասում է, որ Մատրոսովի դերն է կատարում, գնա պուլեմետը փագի, այս էլ ասում է, հա, բան վեր կանում, ասում է, բախ դուք ինչ ես գնում, այս մարդը ասում է, զանգի եմ սպասում էլի, դու ինձ ինչ ես ուզում էլի, ինչ որ հիմա նույն վիճակն է, այսինքն մարդիկ ասում են, ընկեր, ահա, կաթողիկոս, դու նինջա ես, գնաք մի հատ կռիվ արա, կամ չգիտեմ, զանգերը, սկսեք զանգել, կարող է զանգերից, չգիտեմ, Փաշինյանը վատանա, գնա ինչ որ հրաժարական տա, հա, նույն ձևի, չգիտեմ, մի քիչ քաղաքական ռոմանտիզմով բաներ անում, Բագրատ Սրբազանը մտածեց, որ ինքը մի հրապարակ մարդկանց կհավաքի, հա, Փաշինյանը կտեսնա այդ հրապարակը, կամաչի եւ հրաժարական կտա, առանց հասկանալու, որ 18 թվին ոչ process է եղել, հա, եւ 18 թվից հետո Փաշինյանը որ եկավ իշխանության, ինքը շատ լավ գիտի ոնց աշխատել մեծ զանգվածների հետ, այսինքն մեծ զանգվածների հետ սիդիբիլի չեն անում, ոստիկանությունը չպետք է լինի թավշյա, հա, ինչ որ տեղում պետք է ամեն ինչը բան լինի, փակվի, կոտրվի, ջարդվի եւ այլն, այսինքն ամենաակտիվները պիտի ազատազրկվեն։ Ես էլ եմ ասում ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր դաշտերը, որտեղ ամեն մեկը ինչ որ պայքարի բանա մասնակից է եղել, բայց մյուս կողմին դրթելու կամ մեղադրելու փոխարեն դու արա, դու դուրս արի, մենք քո հետևից կգանանք, որևէ խնդիր չկա։ Այսինքն եթե դու մտածում ես, որ այս թևը, այս ուժը, այս կուսակցությունը, այս դաշինքը իրանց սխալ է պահում, կառավարական դիրք է բռնել եւ այլն չի անում, մի նստի այդ դաշինքին կամ այդ կուսակցությունը կամ այդ մարդկանց հայ-հոյողի դեր բաները ու աչոք հավաքի վրա։ Եթե իրոք դու մտածում ես, որ բոլորը ծախված են, երկիրը վարի է գնում, դուրս արի փողոց։ Հատկապես ես համոզված եմ, որ այդ մարդիկ եւ ռեսուրսներ ունեն իրենց հետևից տանելու եւ ամեն ինչ ունեն, այսինքն սա է խնդիրը, պետք է այդ համազասպի նման քեզ բայս, որ ես զանգի եմ սպասում, իսկ մի խանգարեք, բայց դուք գնացեք մեռեք։ Եվ եկեղեցին ամենայն հարգանքով մեր եկեղեցուն միակ կառույցն է վերջի 7 տարվա մեջ, որ այսպես թե այնպես դիմադրություն է ցույց տալիս իշխանություններին եւ ի տարբերություն այլ ենթադրենք պետական կառույցների չի հանձնվում։ Այսինքն միտեղ ակտիվ դիմադրություն է անում, միտեղ пассив դիմադրություն է անում, միտեղ լռում է, միտեղ ավել է խոսում եւ այլն, բայց անում է եւ Փաշինյանի վարկագիծը այնպես ցույց է տալիս, որ եկեղեցին մնացել է երևի թե վերջին պետականաստեղծ ու հարգապահական կառույցը։ Բան էլ խոսենք, հա։ Կներեք միտքս հավարտեմ, տեսեք եւ եկեղեցու հանդեպ գրողը հիմա չի սկսվել։ 18-ից առաջ է սկսվել նաև որոշակի դեպքերում եւ այդ ժամանակ բազմաթիվ տեղեր ասել եմ, եթե ինչ որ մի սրբազան, arczepiskopos եւ այլն իրան ինչ որ լավ չի պահում կամ ինչ որ մի սխալ բան աղել, թողեք այդ ժամանակ ավելի լավ կապեր իշխանություն եկեղեցու, թողեք եկեղեցին իրար մեջ այդ հարցերը լուծի, ոչ թե ենթադրենք դու չես սիրում վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ իր շրջապատը եւ դրա պատճառով պետք է մի ամբողջ arczepiskopos դարձնես, չգիտեմ, կաշառակեր, բենտլիասեր եւ այլն, ընդ որում մեծ մասը բան է եղել քննադատության գնացել է իշխանական տարբեր տիպի թևերից, ինչպես պարզում է, հա, այսինքն մամուլից, որոնք չգիտես ինչի չի սիրում Նավասարդ Կոչարյանին, էլի, բայց դրանով խարխլել են ենթադրենք եկեղեցու հիմքերը, որտեղ Թաղարացյան թեմի առաջնորդին, ամենամեծ թեմի առաջնորդին անդադ այդ քննադատության բանի տակ է սպասում։ Դու խարխլում ես ոչ միայն Նավասարդ Կոչարյանի անձնական իմիջը, այլ մի ամբողջ թեմի եւ մի ամբողջ եկեղեցու, այսինքն որոշ տեղեր պետք է նաեւ ստոպ տալ, ոչ թե ուրախանալ այդ թեմայով։ Եվ իմ կարծիքով պետք է թողեն եկեղեցին ներսում ինքն իրանով այդ հարցը կլուծեր։ Սրա ժամանակին նաև շատ ենք ասում, որ այո, եթե խնդիրներ կան նույն Գարեգին երկրորդի հետ եւ այլն, իմացեք, որ դուք ոչ թե անձի դեմ եք պայքարում, այլ կառույցի դեմ եք պայքարում։ Եթե դու կարող ես եկեղեցուն մի այնպիսի հարված իմիջային հասնես, որ ապագայում գա ինչ որ ձեր ուզած կաթողիկոսը, բայց ինքը ոչ մի բան չկարող անի, որովհետեւ ինչ որ քանդած ավիրած տարածքի վրա ինքը գալու։ Այսինքն այստեղ շատ ուշադիր պետք է լինի եւ պայտակ չողոքվել։ Պարզ է, որ եկեղեցին խնդիրներ ունի, պարզ է, որ եկեղեցում մարդիկ հայտնվում են հասարակությունից, որը ունի տարբեր ենթադրենք խնդիրներ եւ տարբեր արատներ, հա, պարզ է, որ ինքնամաքրման process կարող է գնալ, պարզ է, որ բոլոր եկեղեցիները միանման չեն կարող մտածել, պարզ է, որ բանով
հոգևոր բանով ասեմ, սատանան ամենտեղ էլ մտնում է եւ կախված ամեն մի եկեղեցականից արդեն երում է ոնց է ինչ է, եթե լավ եկեղեցականից մենք ունենք ընդհանրին լավ պոպուլար եկեղեցական, դա նշանակում է, որ իրենք պարկեշտ կյանքով են ապրում եւ հավատացյալները գնում են դեպի իրենց։ Ես օրինակ հիշում եմ Տեր Եսային, որ Բանգլադեշի եկեղեցում էր, անցավ ծառայության, շատ արագ ձևավորվեց այնպեսի մի հետաքրքիր հոտ, որ ես որովհետեւ չէի տեսել, հա, որովհետեւ մարդը սովորել էր օրինակ հուլհամրերի լեզուն եւ գնում էր իրանց հետ էր աշխատում, կտրելով աղոթների հարցը, այն աստիճանի լավ աշխատեց, հա, Սուրբ Երրորդությունը կարծեմ Բանգլադեշի եկեղեցին, որ կողքի բան, կյանքի խոսքի բանը եկեղեցին տեղափոխվեց այդտեղից արդեն գնացին շամպայն գործարանում, նաև այն պատճառով, որ մարդիկ արդեն չեն գնում այնտեղ, այլ գնում են իրենց ավելի հարազատ վայր, հայրաքելական եկեղեցու բակ տարածք եւ այլն։ Այսինքն ասա այդ process-ներն են գնում, ենթադրենք Բագրատ Սրբազանը Տավուշում, տեսեք ինչքան լավ աշխատեց, հա, որ կարողացավ վերջուց այդքան մարդ հավաքել։ Իսկ եթե մեկ ինչ-որ վատ աշխատում, վատ բան է, այնտեղ մինուսները առաջանալու եւ եկեղեցին ինքը կարող է փոխել այդ հոգեվորականը, որը եկեղեցի համար խնդիր է ստեղծում։ Դե բարդ կառույց է, բայց եկեք ավելի շատ թողենք հենց քանի որ եմ ասում եկեղեցին անջատապետությունից, թողեք իրենք իրանցով բան անեն եւ իրենք հետ շատ լավ հասկանում են, էլի իրենց որ հոգեվորականը լավ է աշխատում, որը վատ է աշխատում, որտեղ խնդիր կա ոնց են, մի վերջը եմ ասում 1700 տարի առանց մեզ ապրել են, էլի շարունակեն ապրել են։ Ժողովրդիակը չեն ապրել եւ Առանց մեզ այսինքն մեզ նկատի ունենք ներկա մարդկանց էլի։ Ժողովրդի կառավարման էլի։ Այո։ Այստեղ մի կարևոր դրվագ կա, որ այդ հավատավորների մեջ եթե կան մարդիկ, որոնք իրականում այնքան խոցվել են Նիկոլից, իր արածից, առանց կաթողիկոսի զանգել կարող են անել այնինչ ուզում են անել։ Հանգիստ, որևէ խնդիր։ Ոչ մեկ իրենց ձեռքը ոտքը չի բռնել։ Ընդ որում այդ մարդկանց մեջ իրեն շրջապատում են հոգեվորականներ կան, բարեկամներ կան եւ այլն, այսինքն դուրս եկեք փողոց, արեք, մեկը ինչ որ մի գործողություն անենք, հա, որովհետեւ եթե սпасել եւ երկար քսել ինչ որ ուրիշներին, որևէ բան չի ստացվի։ Որ եմ ասում, ես օրինակ ես էլ անձամբ ինձ համար որոշ քայլեր նույն մեր հերակիրական եկեղեցու համար անհասկանալի են, հա, բայց ես որոշել եմ օրինակ առանց ինչ որ ավելորդ քննադատության ուղղակի այդ բայերին թողի Աստծո վրա, Աստված ոնց կորոշի, կամենար տենց էլ կլիներ։ Եվ կրկին էլ եմ ասում, այո, շատ վատ վիճակի մեջ եմ, այո, եկեղեցու վրա գրոհա գնում, բայց իմ կարծիքով սա Փաշինյանը ուղղակի նյարդայնացել է հերթական անգամ, հերթական ինձ համեսում է ինչ որ ճղայնության պրիստոպա, որովհետև եթե ինքը ցանկանար ինչ որ բան սառը գլխով աներ, կկրկնվեր այդ նոր հայրապետի սցենարը նոր կաթողիկոսի, այլ ոչ թե այս լեզվակերպը եւ առավոտվա ինչ որ ջղային ստատուսները։ Դեռ ժամանակ կա, կսպասենք, տեսնենք, կարելի առաջարկել ընդդիմությանը կառավարության առաջիկա հարց պատասխանեն ազգանյում դեղեր տանել, գուցե օգնի։ Գիտեք, դեղերը օրինակ կան գյուղերում, ես կարծում դա հիմնականում անասունների համար է նախատեսված, չափանակի դեղ կա։ Ես մեծ գյուղատնտեսական ոլորտից ասում օրինակ մեր գյուղում այսպես խելապակաս կին կար, չափանակի դեղ խմել հոգեկանը դզվել։ Ես ընդդիմությանը ուրիշ խորհուրդ կտամ, եթե իրենք իրոք հասկանան, որ իրանց արժեվ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն է, այլևս, հա, եւ արդեն իմանալով այդ մեծ գիտություն կա, սոցիալական ինժեներիա է, որի օգնությամբ տիրապետմամբ կարող ես մարդկանց տարբեր տիպի վարքագիծը հասկանաս եւ կառավարես։ Այդ եկեք էլի չգնանք այդ թեմա, ընդդիմությունից մարդ կա, որ լսի 2017-ի Նիկոլնա կարող է բռնելի ելք դաշինք սարքի, դրա համար եկեք ամփոփենք հաղորդումը, փակենք։ Ինձ համար որի ժան ամփոփելով ասեմ, որ ընդդիմությունը այն մարդը չի, ընդդիմադիրը, որը չի սիրում Նիկոլին։ Ընդդիմադիրը այն մարդը, որը մերժում է նիկոլականությունը, սա է հիմնակարևորը։ Շնորհակալ եմ, ես չեմ զրուցում Տիգրան Քոչարյանի հետ, տեսություն կհանդիպենք։